Կա ժամանակ, երբ որ մենք արտանում ենք առավոտը 7-ին, կա ժամանակ, որ արտանում ենք 10-ին, հա, կա ժամանակ մարդիկ կան արտանում են 1-ին կամ 2-ին, հա։ Նայած ով ինչքան զբաղված է եւ ոնց է իր պայմանավորվածությունը, բայց մենք պետքա արթուն լինենք ամեն ժամանակ։ Ամեն։ Այսինքն եթե դու քեզ չարթնացնես, քեզ ոչ մեկ չի արթնացնի։ Հա, մենք տեսնում ենք Աստվածաշնչի մեջ, որ ասում է թե իմաստուն կույսերը, թե հիմար կույսերը քնել էին եւ մի ձայն լսեցին։ Դա էլ Սուրբ Հոգին էր, որ գոռաց Քրիստոսը գալիս է, միսիան գալիս է, ու բոլորը արթնացան, թե իմաստունները, թե հիմարները, ընենց որ բոլորս արթնանալու ենք մի օր, բայց լավ է, որ մենք մեզ արթնացնենք, լավ է, որ չթմրենք, լավ է, որ չքնենք, շարունակում ենք մենք բարի լուրի քարոզչությունը, ինչ սկսել այս տարին մենք խոսում ենք մենակ բարի լուրի համար, երեք մի հատ հրաշալի եղբայր ունենք իր հետ խոսալուց, ասում է ինչ եք ծրագրավորում անել, ասում եմ դե ծրագրավորում ենք անել սա, գիտես երբ որ մի բան ես ուզում կառուցես, պետքա ֆունդամենտ գցես, մինչև ֆունդամենտ չլինի, չես կարա դրա վրա կառուցես, ճիշտ է, հիմքը պետք է ամուր լինի, երբ որ հիմքը ամուր է, կառույցը մեծ է լինում եւ լավ է լինում, գիտես, ու ես մտածում եմ, ասում եմ, ինչ հետաքրքիր է, Հիսուսը չուներ փառաբանության թիմ, Հիսուսը չուներ հարմարավետ այսպիսի դալիչներ, որ ամեն շաբաթ հավաքույթներ աներ, փողոցում ամեն ուրեք խոսում էր մարդկանց հետ, ու ինչ սովորացրեց իր ժողովրդին, նույնը անեն, գնան ու խոսեն ամեն ուրեք մարդկանց հետ, ու այնքան հետաքրքիր է, որ մտածում եմ, եթե եկեղեցում ամեն մի մարդ բերի մի հոգի, ոնց եք մտածում, ինչքան ժամանակում հասնի ինչ-որ մեկի սրտին, լինի պատճառ այդ մեկի փրկության համար, լինի պատճառ այդ մեկին դժողքից դեպի երկնային արքայության տեղափոխող կամուրջ դառնա այդ մեկի համար մեր բառերով ասած, հա, իհարկե կամուրջը Հիսուսն է, փրկողը Հիսուսն է, բայց դու այդ միջոցը դառնաս, ով որ Հիսուսին կբերի այդ մարդու կյանքի մեջ։ Գիտես, ես մտածում եմ, եթե ասեմ ամիսը մի հոգի երևի ֆանտաստիկայի ժանրից կլինի։ Եթե ասեմ, լավ, 2 ամիսը մի հոգի մարդ բերես, ես մտածում եմ, դա ինչ-որ անհասանելի կլինի մեր համար։ Լավ, եթե ասեմ 3 ամիսը միգուցե կսկսես մտածել, ես քեզ ասում եմ, կարաս աշխատես մեկի վրա 6 ամսվա ընթացքում, որ այդ մեկը վերապրի Քրիստոսին, ունենա իր սրտի մեջ, ոչ թե լսած լինի Քրիստոսի մասին, այլ ճանաչած լինի Քրիստոսին։ Այդ ժամանակ 6 ամիսը մեկ եկեղեցին կկրկնապատկվի։ Դե հիմա մտածի դրա մասին։ Այդ ուղղությամբ մտածի, որովհետև Հիսուսը բոլորին ասեց, գնացեք ավետարանը քարոզեք ամեն արարածի, ով հավատաց եւ մկրտվեց, կփրկվի։ Այսինքն մենք հենց այնպես չենք այստեղ։ Մեր վրա պատասխանատվությունը դրվե այն օրվանից, երբ որ մենք Քրիստոսին ասել ենք այո։ Երբ որ մենք քեզ կհետևենք, երբ որ մենք քո աշակերտն ենք, երբ որ մենք ուզում ենք ապրենք ըստ քո խոսքի համաձայն, մենք ուզում ենք անել այն ինչը դու կիսատ թողեցիր, որովհետև գնացիր հոր աջ կողքը նստեցիր։ Հիմա դու նստի հոր աջ կողքը, բարեխոսի մեզ համար, մենք երկրի վրա քո գործը կիրականացնենք։ Հիմա մտածի քո պտուղների մասին։ Հիմա մտածի աղոթի այն մարդու համար, ումը պետք է հասնես, ում համար փրկության միջոց պետք է դառնաս։ Գիտես, ինձ այնքան զարմացնում է, որ այս մի օր Քրիստոսը ման էր գալիս, ու մեկ էլ հանկարծ դա գրված է Մատթեոս 4:18-ում։ Եվ Հիսուսը Գալիլեայի ծովերի եզրում ման էր գալիս, տեսավ 2 եղբայր, Սիմոնը, որ Պետրոս է կոչվում, եւ նրան Անդրեաս եղբորը, եւ որքան էին գցում ծովը, որովհետեւ ձկնորս էին։ Հիսուսը ման էր գալի, 2 եղբայր Հիսուսի ուշադրությունը գրավեցին։ Ուղղակի ջրի ափին ման էր գալիս, ձուկ չէր բռնում, խխունջ չէր ավակվում։ 19 խոսքը, եւ ասես նրանց, իմ ետևից եկեք, եւ ես ձեզ մարկանց որսորդ կշինեմ։ Գիտես, չգնաց սինագոգ, չգնաց կրոնական ինչ-որ տեղեր, չգնաց այնտեղ, որտեղ Աստվածաշունչ էին կարդում եւ մեկնում, չգնաց ուրիշ տեղեր, ուղղակի փողոցում մարդկանց հանդիպեց, որ ուշադրությունը Հիսուսի գրավեց։ Հիշի Հիսուսը քեզ որտեղից գտավ։ Հիսուսը որտեղ քո վրա ուշադրություն դարձրեց։ Հիսուսը ասեց,
արի իմ հետևից։ Գիտես, երկու եղբայր փող էին աշխատում, ձուկ էին բռնում։ Ունեին լոդկա, այդ ժամանակ լոդկա ունենալը դա շատ մեծ բան էր։ Ունեին ձկնորսական ցանցեր, դա էլ պակաս գումար չարժեր։ Իրանց համար գումար էին վաստակում, ձուկ էին բռնում, վաճառում էին ու ապրում էին։ 20-րդ խոսքը, եւ նրանք շուտով իրանց ուրկանները թողեցին, նրա ետևից գնացին։ Չզարմացրեց ձեզ։ Հիսուսն եկավ ասեց. «Եկեք իմ մոտ, ես ձեզ մարդկանց որսորդ եմ սարքելու։ Լավ ձուկ եք բռնում, հնարքները գիտեք ձուկ բռնելու, հիմա ես ձեզ ուզում եմ ուրիշ բան սովորացնեմ, մարդկանց որսորդ դառնաք»։ Զարմանալի է, չէ՞։ Վերցրեց սովորական ձկնորսների, սովորական աշխատասեր մարդկանց, լոդերներ չէին, զագար չէին ընդունում արևի տակ, առավոտի ծիրիկուն, պարապ մարդիկ չէին, սրանք աշխատասեր մարդիկ էին, որ աշխատում էին։ Միգուցե ամբողջ գիշեր աշխատել էին, միգուցե շարունակում էին աշխատել։ Հիսուսը եկավ ու ասեց. «Եկեք իմ հետևից, ես ձեզ մարդկանց որսորդ կսարքեմ»։ Գիտես, ես շատ մարդիկ եմ տեսել այս 10 տարիների ընթացքում մենակ Եկատերինբուրգում, որ թողել են եկեղեցին, թողել են Հիսուսին գործի խաթր։ Գնացել են գործի հետևից, գումար վաստակելու։ Ու երբ որ ասում ես ինչի՞ ես գալիս եկեղեցի, ասում է ես պետք է աշխատեմ։ Ես պետք է աշխատեմ։ Գիտես, մտածում եմ, ասում եմ, ինչ հետաքրքիր է։ Պետրոսը իր եղբոր հետ միանգամից գին վճարեց Հիսուսին հետևելու։ Եվ այդ գինը իր ֆինանսներն էր, իր աշխատանքն էր։ Գիտես, ինչքան մարդիկ կան, որ ունեն կանչ Աստծուց, բայց չեն գնում իրանց կանչի հետևից։ Բայց ինչքան էլ մարդիկ կան, որ գնում են կանչի հետևից, թողելով իրանց աշխատանքը, իրանց զբաղմունքը, իրանց ֆինանս վաստակելու միջոցները։ Գիտես, ես հասկանում եմ, որ իրանց ընտրություն կար, որը ընտրեին, աշխատանքը թե Քրիստոսը։ Ուզում եմ ասեմ, այսօր ոչ մի բանը չի փոխվել։ Մի հատ լավ եղբայր ունենք, իր ծննդյան տոնին, երբ որ այնտեղ այդ Թամադան ասեց. «Ես գիտեմ ով ես դու, ես գիտեմ, որ ամեն շաբաթ հավաքվում եք, բայց ես ժամանակ չունեմ, ես զբաղված մարդ եմ»։ Ու ինքան ծիծաղալս եկավ, որ ինքը մտածեց, թե այստեղ հավաքվողները բոլորը պարապ մարդիկ են ու գործ չունեն։ Գիտես, հենց ստեղ է մեր որոշումը, ում ընտրենք Քրիստոսին, թե մամոնային, ում ընտրենք Քրիստոսին հետևել, թե ֆինանսը ավելի բարձր է խոսում, քան Աստվածաշունչը։ Ես գիտեմ, որ ձեզանից ամեն մեկը զբաղված մարդ եք։ Ես գիտեմ, որ ամեն մեկը գործունյա մարդ եք։ Բայց թողել եք ամեն բան ու այսօր եկել եք ստեղ։ Միթե դա Քրիստոսը չի տեսնում ու չի գնահատում։ Եթե ասենք չի տեսնում, չի գնահատում, ստախոս կլնենք։ Որովհետև իր սերը քո վրա անսահման մեծ է։ Գիտես, մենք ինչքան էլ զբաղված լինենք, գտնում ենք չէ ժամանակ մեր ծնողներին տեսնելու։ Գտնում ենք չէ ժամանակ զրուցելու, զանգելու, խոսալու։ Այսինքն քո աշխատանքը չպետք է դառնա պատճառ, որ դու ժամանակ չունենաս Աստծո խոսքը կարդալու կամ աղոթելու։ Ասում եմ, հետաքրքիր է, մինչև Պետրոսը մեկն էլ կար, անունը Եղիսե էր։ Ուներ եզներ, ուներ հող, որ լծել էր այդ եզները 8 զույգ ես, եթե չեմ սխալվում, լծել էին ու աշխատում էին, այսինքն ուներ աշխատողներ, ֆերմեր էր։ Ու օրերից մի օր Եղիան եկավ, ստեղ լավ է Հիսուս ասեց քեզ մարդու որսորդ կսարքեմ։ Այնտեղ բան չասեց, գիտես, վերարկուն գցեց իր վրա։ Ու տեսնում ես եզները դառան խորոված, այդ գութանները դառան խորովածի փայտ կրակ, այս մարդը հետևեց Եղիային։ Ոսում ես ինչ հետաքրքիր էր, ինքը ուներ կանչ ու շատ հավանական է, որ ինքը դրա մասին գիտեր։ Ինքը սպասում էր կանչի իրականացման ժամանակին։
Ու երբ որ Եղիան եկավ, ասեց, սա է իմ շանսը, սա է իմ հնարավորությունը Տիրոջը ծառայելու, ես բաց չեմ թողի։ Ամեն բան մի կողմ դրեց, հետևեց Տիրոջ ծառային։ Գիտես, մենք տեսնում ենք Եղիսեի կյանքում, որ կրկնակի հրաշքներ գործեց Աստված, քան Եղիայի կյանքում։ Զորությունը կրկնապատվեց, օծությունը կրկնապատվեց։ Ուզում եմ, որ շատ ուշադիր լինես քո կանչին, ինչի համար Աստված քեզ կանչել է։ Մեր հոյվ Արտուրը քարոզում էր խաչի լեզուդ, ես չեմ ասում խաչի լեզուդ, բայց ես ասում եմ, միգուցե դու ինքդ նայես քո սրտի մեջ։ Ում ես հետևում, բամբասանքին, ստին, չգիտեմ, ամեն ինչ կարա լինի, գիտես մարդկանց մեջ, ամեն ինչ, որովհետև Աստվածաշունչ ասում է մարդու սիրտը չար է ու ծայրահեղ փչացած, հա։ Մեր սիրտը չար է, ժողովուրդ։ Որովհետև ասում է դուք չար լինելով ձեր երեխաներին գիտեք բարիք անել, բառավել ևս Աստված։ Գիտես, մենք չար լինելով Աստված մեզ ընտրեց։ Հիմա չընտրեց, որ այտենց էլ մնանք, սիրելիներս, մենք պետք է աշխատենք մեր սրտի վրա, որ փոխվենք, որ դու գնում ես առաջի դասարան, դու նպատակ ունես դպրոցը ավարտես, չէ՞, նույնը ստեղ, դու եկել ես Աստծո մոտ, դու միսիա ունես, այդ միսիան պետք է ավարտես, նպատակ կա Աստված ինչի համար է քեզ ընտրել, ոչ մեկ հենց այնպես չի ծնվում գալի այս աշխարհ, ու ամեն մեկը իր միսիան պետք է իրականացնի։ Կամ մամոնային պետք է լսի գնա փող աշխատելու, վերջում հոգին փչելուց հասկանա, որ ամեն ինչի զուր էր, կամ էլ պետք է ճաշակի ճանաչի Տերերի Տիրոջ արքաների արքային, որ ասում է հետևիր ինձ եւ ես քեզ մարդու որսորդ կսարքեմ։ Մենք ենք որոշում, ումը հետևենք, մենք ենք որոշում, ինչպիսի մարդու որսորդ դառնանք։ Մեկին բռնենք, այն աշխարհի խնդիրները լցնենք իր մեջ, թե ավետարանի խոսքը լցնենք, որ փոխվի։ Պայծառակերպվի այդ մարդը, լուսավորվի այդ մարդու աչքերը պսպղա կյանքով լցվի, հույսով լցվի, որովհետև այս աշխարհը ոչ մի հուսալի բան չունի ու չի կարում տա։ Այսօր ասում ասենց, վաղը լրիվ հակառակն ենք տեսնում։ Այսօր ասում ամեն ինչ շատ լավ կլինի, խաղաղություն կլինի, մենք հակառակն ենք տեսնում։ Ասում բոլորին ապահովելու ենք թոշակներով եւ բժշկական ապահովագրություններով, տեսնում ենք հիվանդությունները շատացան։ Այս աշխարհը չունի մեզ բան տալու։ Եթե մեկը կա որ բան ունի տալու, դա Քրիստոսն է։ Նա ով մարդացավ, նա ով քայլեց երկրի վրա ու իմ ու քո խնդիրները հասկանում է, քո խնդիրները գիտի։ Այտենց մի հատ մարդ կար, ով որ Աստծո կարիք ուներ փող, ուներ իշխանություն, այն ինչի շատ այս աշխարհում ձգտում են, այդ ամեն ինչը ուներ ինքը, բայց նաև մի բան էր հասկանում, որ ինքը այդ ամեն ինչի ինչ որ ունի, ոչինչ է, եթե չունի Քրիստոսին։ Ինքը հասկանում էր, որ այդ ամեն ինչի հետ մեկտեղ իրան չի հերիքում ամենակարևորը։ Ու գիտես, դա գրված է Գործք առաքելոց 10-րդ գլխում։ Առաջի խոսքից կկարդամ, այստեղ կկանգնենք, մի քիչ երկար կկարդամ։ Կեսարիայում մի մարդ կար, անունը Կորնելոս, հարուրապետ, իտալացիների կոչված գնդից։ Բարեպաշտ եւ Աստվածավախ, իր բոլոր տնով շատ ողորմություններ էր անում ժողովրդին եւ ամեն ժամանակ աղոթ քանում դեպի Աստված։ Մենակ բարեգործ չէր, նաեւ հավատացյալ էր։ Նա օրվա իբր 9-րդ ժամին տեսիլքի մեջ հայտնի տեսավ Աստծո հրեշտակը, որ մտնելով նրա մոտ ասում էր նրան. Կորնելիոս։ Նա էլ նրան նայելով շատ վախով բռնվեցավ եւ ասեց. Ինչ է Տեր, եւ նա ասեց նրան. Քո աղոթքը ու քո ողորմությունները վեր ելան Աստծո առաջին հիշատակի համար։ Եվ հիմա մարդ ուղարկի հոպե եւ կանչիր Սիմոնին, որ Պետրոս է կոչվում, նա հյուր է մի կաշվեգործ Սիմոնի մոտ, որի տունը ծովի մոտ է։ Նա կասե քեզ, թե ինչ պետք է անես։ Հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Մարդը ամեն օր իր սովորության համաձայն աղոթք էր անում ժամը մոտ 9-ին։ Դա իր աղոթքի ժամն էր։ Ինքը Աստծո երեստ էր փնտրում, ինքը նվիրված էր Աստծուն ու Աստվածավախ էր
ու ողորմություններով լիքը։ Ու հրեշտակ եկավ, ասում է, քո ողորմությունները Աստված տեսավ, պատկերացնում ես։ Քո բարի գործերը Աստված հավանեց, նաև քո աղոթքը լսվեց։ Հիմա քեզ մի հատ հասցե եմ ասում, վերցրու թուղթ ու գրիչը, ուղարկի մարդկանց հոպե, ընդեղ մի կաշվեգործ անունով Սիմոն կա, որպեսզի շատ ման չգան, իր տունը ծովի ափին մոտիկա, ընդեղ թող փնտրեն։ Երբ որ կգտնեն, այդ տանը Պետրոս անունով մեկը հյուրընկալված է։ Տան տերը չի, ինքը թե հյուր է։ Կգնաք այդ մարդուն կկանչեք։ Ու ստեղ ես կարդացի նա հյուր է կաշվեգործ Սիմոնի մոտ, որի տունը ծովի մոտ է, նա կասե քեզ ինչ պետք է անես։ Ռուսերեն թարգմանության մեջ շատ լավ է գրած։ Ասում է «Սպասյոսը տի ի վես դոմ տվոյ»։ Արարատ թարգմանության մեջ էլ է այդպես գրված։ Նա կխոսի խոսքեր, որ կփրկվես դու ու քո ողջ տունը։ Ուժեղա, չէ՞։ Հիշում եմ Մովսեսի պատմությունը, երբ որ Աստված ասեց. «Ողջակեսը գառը անասունը այծը կմորթես, արյունը կքսես դրան տախտակների վրա ու կփրկվի այդ տան ապրողները, ով որ այդ տան ներսում է, այրան ներսում է։ Մենակ դու չէ, որ այդ գործողությունը արեցիր, քո ընտանիքի անդամներն էլ։ Այսօր ուզում եմ, որ մենք մեր ընտանիքի համար նաև աղոթքով կանգնած լինենք, որ իհարկե մեր ընտանիքի անդամները դժոխք չգնան։ Կյանքի իմաստը հասկանան, Հիսուսն ասեց, ես եմ կյանքը։ Չկա կյանք առանց Քրիստոսի։ Ուզում ես ամեն օր ռեստորաններում անցկացրու, ուզում ես ամեն օր հարսանիքի տեղերում անցկացրի, խնջույքներ արա, միևնույնն է, կհոգնես։ Միակ բանը, որ մարդիկ չեն հոգնում, դա Քրիստոսն է։ Գիտես, ասում է, հրեշտակն եկել է Կորնելոսի մոտ, մի հարուստ պատվավոր իշխանի մոտ, շատ մեծ դիրք է զբաղացնում, ու ասում է, մի բան քեզ ասեմ, գնա այս մարդուն բեր, ասենք սակոյին, սոսին, հա, ինքը քո հետ խոսքեր կխոսա, որի միջոցով դու կփրկվես։ Ձեզ չի զարմացնում այս պատմությունը։ Հրեշտակ եկել ես, էլի, միանգամից Քրիստոսի մասին իրան քարոզի։ Ինչի հրեշտակը չխոսեց Քրիստոսի մասին, բայց ցույց տվեց Պետրոսի մասին, ով կխոսար Քրիստոսի մասին։ Ասում եմ, ինչ հետաքրքիր բան տեղի ունեցավ, ժողովուրդ։ Ես հիմա մի պա մտածում եմ, ոնց հրեշտակը եկավ։ Հիսուս Քրիստոսը հոր աջ կողմում նստած, հոր հետ խոսում էին։ Ինչ կասես այս Կորնելոսի համար։ Հիսուսն ասեց, արժանի է։ Ինչ անենք։ Դե բեր Գաբրիելն էր լուր տանողը, երևի Գաբրիելին, կամ մեկ ուրիշ հրեշտակին, բեր ուղարկենք իրա մոտ մեր կարծիք իրա մասին, որ մենք ուզում ենք, որ ինքը փրկվի, որ մենք ուզում ենք, որ ինքը ճանաչի ճշմարտության ճանապարհը, որ մենք ուզում ենք ինքը գա, ոնց ասում Աստվածաշունչը, ճշմարտության գիտության, ամեն մարդիկ գան ճշմարտության գիտության, որ լինեն փրկված։ Սա Աստծո կամքն է, որ ամեն մարդիկ գան ճշմարտության գիտությանը։ Իհարկե կամ մեկը անում է ամեն ինչ, որ գրված է Տիրոջ լույսը չթափանցի մարդկանց մտքերի մեջ, որ խավարի մեջ պահի մարդկանց, որ մթագնած ուղեղների մեջ պահի մարդկանց ուշք ու միտքը մենակ փող վաստակելը, փող։ Հիշում եմ մի բոքսեր, որ երկրորդ անգամ աշխարհի չեմպիոն դառավ, առաջի անգամ հանդերձարանում Կասուս Կլեի հետ կպնելուց հետո Մուհամեդ Ալիի հետ մահանում է հանդերձարանում։ Ու երբ որ մահանում է, կանգնում է, ասում է Հիսուս Քրիստոսի դեմ, արդեն ինքն ասում։ Ու ասում է ես ասեցի շատ փող ունեմ։ Հետո հասկացա, որ ում ինչ եմ ասում։ Ու հարություն էր առել հանդարցարանում ու դարել էր հովիվ։ Ու հետո պետք էր շինություն սարքեր, որ այդ երեխեքին կարանար փրկեր, գումար չուներ։ Ու հետո աղոթում Աստծուն, ասում մի հատ է շանս տուր դառնամ չեմպիոն, ու ես
բոքսի տեղ սարքեմ, որ երեխեքը գան բոքս պարապելու, որ քարոզեմ իրանց բերեմ եկեղեցի, որ փրկվեն, որ կտրվեն այդ փողոցային կյանքից, հանցագործ աշխարհից, ու Աստված թույլ է տալի երկրորդ անգամ 50 տարեկանում դառնում աշխարհի չեմպիոն։ YouTube-ում գտնեք հրաշալի պատմությունը։ Գիտես, այս Կորնելիոսին շանս տրվեց։ Այս Կորնելիոսին ասվեց, քեզ մի հատ հնարավորություն ենք տալի ճանաչելու Քրիստոսին, բայց գործ ունես անելու։ Պետք է գտնես Պետրոսին։ Պետրոսը ինչ որ ասի, դրա միջոցով ես փրկվելու։ Սա քո վճարն է փրկության։ Սա քո փրկության տոմսն է, այսպես ասեմ։ Ու ինչ կատարվեց։ Պետրոսը աղոթում էր Կաշվեգործ Սիմոնի տանը։ Վերնա տանը գրած, վերևը երևի 2 արգանի տուն էր։ Երկրորդ թարգում աղոթում էր 6 ժամի մոտ էր, լավ աղոթելուց ով գիտի, որ աղոթելուց սովածանում են։ Հա, մի քանի աղոթողներ ունենք, որ գիտեն։ Մնացածը եթե չգիտեք, շատ աղոթեք կտենակ ոնց եք սովածանում, մանավանդ աղոթքից հետո ուզում ես միս ուտես։ Կալորիատ վերականգնես։ Գիտես, այս Պետրոսը սովածացավ, ժողովուրդ։ Սովածացավ, գնաց հաց ուտելու, դա գրված է 10-րդ խոսքում։ Սովեց եւ կամենում էր ճաշ եփել։ Եվ նրանք կերակուր պատրաստելիս մտքի հափշտակություն եղավ նրա վրա։ Եվ տեսավ երկինքը բացված եւ մի մեծ կտավի պես անոթ 4 ծայրից կապված իջավ երկրի վրա, որի մեջ կային երկրի ամեն կերպ չորքոտանիներ եւ գազաններ եւ սողուններ եւ երկնքի թռչուններ, եւ ձայն եղավ նրան. «Վեր կաց Պետրոս, մորթիր եւ կեր»։ Ասում եմ, սոված մարդու հետ Աստված տեսիլքով է խոսում, ախորժակը ինչ կքաշեր, թռչուններ, սողուններ, կենդանիներ, Աստված գիտի սոված մարդու հետ ոնց խոսա։ Պետրոսն էլ ասեց, «Քավ լիցի Տեր, գիտեմ, որ սոված եմ, որովհետև ես երբեք պիղծ կամ անմաքուր բան չկերա, ես սուրբ եմ, Ես երևի մի պահ շփոթեցիր, հա, ումը ինչ ես ցույց տալիս։ Եվ դարձյալ երկրորդ անգամ ձայն եղավ նրան. «Այ որ Աստված սրբեց, դու պիղծ մի համարի»։ Այս 3 անգամ եղավ, եւ այն անոթը վերացավ երկինք։ Պատկերացնում ես, մի հատ բան է չէ իր աշկերի առաջ, ու Աստված ասում է. «Պետրոս, կեր»։ Աստված ջան, ես չէ։ Պիղծ բանի չեմ կպնի, պիղծ բան չեմ ունի, հիշում եք չէ, հին ուխտում կար մաքուր կերակուր, անմաքուր կերակուր։ Կոպիտ ասած խոզը մորթի խորոված արա կեր, այ տղա, խոզի խորոված կեր, չէ, ես չեմ ուտի, սխալվեցիր Աստված ջան։ Գիտես, 3 անգամ Աստված ասեց, սա համ հաստատություն էր, սա համ ուշադրություն էր։ Ընկել էր Կորնելիոսին մի անգամ ասեց, Այս Պետրոսին 3 անգամ ասեց, հեչ եղել է, որ երազ տեսնես ու ասես, ինչ էր ես երազը, քեզ հետաքրքրի, քեզ անհանգստացնի, ուզենաս հասկանաս երազի միտքը, եղել է քո հետ, իմ հետ եղել է, հա, մի քանի հոգու հետ եղել է, մնացածը երազ չեն տեսնում երևի։ Աղոթեք, որ տենակ, Աստված երազների միջոցով խոսում է։ Ու հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Այս Պետրոսը մտածում էր դրա վրա, լավ էս ինչ կարա լինի։ 19 խոսքը։ Դեռ Պետրոսը այն տեսիլքի համար միտք էր անում, հոգին նրան ասեց. Ահա 3 մարդ քեզ որոնում են։ Վեր կաց իջիր եւ գնա նրանց հետ առանց խճմտանք անելու, որովհետեւ ես եմ ուղարկել նրանց։ Չէ, Պետրոս, դու լավ չհասկացար։ Սպասի ես խոսամ քո հետ։ Հոգին, Սուրբ Հոգին խոսած Պետրոսի հետ, ասեց. Հիմա 3 հոգի մարդ են քեզ որոնում, իջի իրանց դիմավորի։ Ես եմ իրանց ուղարկել։ Իրանց հետ կգնաս առանց խղճմտանքի։ Ես քո խասյաթը գիտեմ, Պետրոս, դու ասելու ես ես սուրբ եմ, սրանք հրյա չեն, կարող է իտալացի են։ Ես ինչ գործ ունեմ սրանց հետ, ոնց խառնվեմ սրանց հետ։ Հանկարծ այդպես երկրորդ մտքեր չունենաս։ Ինչ որ ասում եմ, տենց արա։
Այս Պետրոսը իջավ այդ մարկանց դիմավորեց, ասեց ով ընտրում եք ես եմ, ինչա ձեր ազածխի եք ուզում ինձ գտնեք, ինքը զարմացած էր։ Ու հետո դրանք պատմեցին այն տեսիլքը, այն հրեշտակը, որ Կորնելոսին էր հայտնվել, ոնց կարը տենց պատմեցին, որ հրեշտակ ուղարկել է քո հետևից, որ գան քեզ գտնենք, մենք էլ եկան քեզ գտնենք, հիմա մի մերժի, արի հետներս գնանք, որ մեր Տերը սպասում է քեզ։ Պատկերացնում ես, Աստված խոսում էր այն կողմի հետ, Աստված խոսում էր այս կողմի հետ, մեկի փրկության համար։ Երկինքը որոշել էր Կորնելոսը պետքա փրկվի, էլ տեսիլքներ երկնքից եկավ, էլ հոգին խոսած, էլ հրեշտակը խոսած, ամեն բան խառնվել էր իրար, թե հոգևոր աշխարհում, թե ֆիզիկական աշխարհում, մի հոգու փրկության համար, Կորնելոսին Աստված հավանել էր։ Գիտես, այնքան վստահ եմ քո փրկության համար, հələ հիշի դու ոնց փրկվեցիր։ Հələ հիշի։ Գիտես, եթե սկսես հետ նայել քո կյանքը, կտեսնես, որ Աստված շատ ճանապարհներով փորձել է միշտ քեզ փրկի, մինչև ասել ես այո։ Սակայն որ պատմի իր վկայությունը ոնց է փրկվել, մի հատ գիրք կարելի է գրել, անկեղծ բան եմ ասում։ Եկեք մի հատ վկայության գիրք գրենք, ով է գրելից լավ։ Գիտես, ամեն մեկիս կյանքը վկայություն է, ոնց Աստված մեզ գտավ ու փրկեց։ 24 խոսքը։ Հետևյալ օրը մտան Կեսարիա, մի օր ճանապարհ գնացին։ Եվ Կորնելոսը իր ազգականների եւ ընտանի բարեկամներին կանչել էր եւ սպասում էր նրանց։ Եվ երբ որ Պետրոսը ներս մտավ, Կորնելոսը դիմավորեց նրան եւ ոտները ընկավ երկրպագեց։ Այս պահը հլը մի հատ ձեր ուղեղի մեջ պատկերացրեք, մի շատ հարուստ մարդ, մի շատ իշխանավոր, դիրքի մարդ, Պետրոսին տեսավ ընկավ ոտները երկրպագեց։ Պետրոսը ով էր? Մի ձկնորս։ Երևի որ մինչև Հիսուսի Պետրոսին կանչելը, մինչև Պետրոս իր կանչի մեջ մտնելը, երևի որ այս հարուրամպետը տեսներ Պետրոսին, կասեր, «Էй, դու հլը մի հատ շուտ ձուկ վազացրու ստեղ»։ Իր տան մեջ ընկելա երկրպագում է Պետրոսին ոտների մոտ։ Կարաս այդ պատկերը տեսնես։ Իր վերջի թանկարժեք հագուստները հագել է, ինչ են ասում, Գուչիա, Մուչիա։ Ու ծնկի եկե Պետրոսի քրչոտ, հասարակ շորերի մոտ, ոտների մոտ, միգուցե, չգիտեմ, սաղորը ճամփեքին էր, փոշոտ, մանավանդ մի օր էլ երևի ճանապարհ էր անցել։ Պատկերացնում եք այդ մարդու սիրտը, պատկերացնում եք Աստծո ծրագրերը, պատկերացնում եք Աստծո կանչը, ինչքան անսահման մեծ է։ Ինչքան տեղ են գտել իր սրտի մեջ, որ մեզ ընտրել է։ Եվ Պետրոսն էլ կանգնեց նրան եւ ասեց. «Վեր կաց, ես ինքս էլ մարդ եմ, ես ինձ Աստծո տեղ ես դրել մի ուրիշ խոսքերով ասած»։ Եվ նրա հետ խոսելիս ներս մտավ եւ այնտեղ շատ մարդ ժողովուրդ գտավ։ Շատ մարդիկ էր հավաքել այդ մարդը իր տուն, իր բոլոր ազգականներին, չէր ասել, հրեշտակը ինձ ասեց, ես էլ տենամ ինչ ասելու, թող գա ինձ ասի, տենամ ինչ գաղտնիքներ ա բացելու։ Չէ, ասեց, եթե ես փրկություն ունեմ, թող իմ հարազատներն էլ փրկվեն։ Եթե ես փրկվելու եմ Պետրոսի ասած խոսքերով, թող իրանք էլ ներկա լինեն, իրանք էլ փրկվեն, որովհետև ասես ողջ քո տունը, ճիշտ այնտեղ կային ծառաներ, այնտեղ կային մտերիմ մարդիկ, միգուցե հարևաններ, ազգականներ, լավ մարդ էր, բարի մարդ էր։ Պատկերացնում ես, իր տունը տնային եկեղեցի սկսեց, տան դռները բացեց։ Ումը գիտեր, ումը հասել էր, կանչել էր։ Հələ մի քիչ ժամանակ ունեք։ Պետրոսը մինչև հասնի տեղ, մինչև ծառաներս հասնեն ընդեղ, մինչև ընդեղից գան, մոտ 2 օր ժամանակ կա։ Ձեր գործերը ոնց եք դասավորում, չգիտեմ, բայց հավաքույթին ներկա լինեք։ Ով եկել էր, գրավը շատ մարդ էր եկել։ Երբ որ Պետրոսը ներս մտավ, չէր էլ պատկերացնում, որ այդքան մարդ կարա լինի հավաքված։
Գիտես, մենք էլ չենք իմանում Աստված ինչ ծրագիր ունի։ Բայց երբ որ տնից դուրս ես գալի, ասա ինչ անեմ քո համար Տեր։ Ում քո խոսքը խոսամ։ Մի հատ շատ հրաշալի կինո կա, խորհուրդ կտամ նայեք, եթե չեք նայել, եթե չեմ սխալվում, Կոմնատը վայնի։ Աղոթքի մասին է, դա պատերազմի հետ հեչ կապ չունի, աղոթող մարդու մասին է, ոնց է աղոթում ու մեկի ընտանիքը փրկում։ Ու շատ ազդեցիկ կինո է, շատ լավ կինո է, այտենց որ աղոթես Աստված քեզ կօգտագործի։ Օրից մի օր ես այտենց աղոթեցի ու տնից գալիս եմ այստեղ, գալիս եմ աղոթելու, գալիս եմ խորելու, գալիս եմ Աստծո հետ ժամանակ անցկացնելու ու այս ճանապարհը հիշում եք ասֆալտ էին անում։ Այդ ասֆալտապատողները բոլորը հայեր էին։ Ու ես եկա ու սկսեցի հետները խոսալ։ Սաղի հետ խոսացի, մինչև հասնում էի ստե հայ չէր մնում, որ չկանգնեի հետը չխոսայի։ Ու բոլորի հետ խոսում եմ, դրանից հետո արդեն շուշուտ եմ գնում գալի, որ իրանց հետ շատ խոսամ։ Եթե օրվա մեջ մի անգամ եմ գալի գնում, այդ օրը մի քանի անգամ էի գալի գնում, որ ինչա իրանց ավետարանը քարոզեմ։ Տարբեր հասակի, տարբեր քաղաքներից մարդիկ էին, շատ արտիքի կողմից էին, ու ունենց ստացվեց, որ մի օր այստեղից դուրս եկա գնալու, տեսնեմ հավաքվել են, որ մոտեցա մի քիչ տարիքով իրանց մեջի մեծ մարդը, այսպես դոշերը բռնած կրկված էր, ասում եմ լավ չես զգում քեզ, ասում եմ չէ, ասում եմ արի աղոթեմ հիմա ու դու լավ ես լինելու։ Ու գլխով արեց, չէր կարում խոսար, աղոթի։ Ու երբ որ ձեռքս դրեցի իր դաշին, աղոթեցի իր համար, սենց սկսեց շնչել, ոնց որ թե դզվում եմ, ասեց, ոնց որ թե լավանում եմ։ Ու մի քիչ էլ կանգնա, արի գնանք մեր տուն, արի գնանք կնստես, կհանգստանաս, չէ, ուզում նեղություն տար ու չհամաձայնվեց, բայց դզվեց, վերականգնեց։ Տանս տեղը ասեցի, հասցեն ասեցի, ես լուսամուտը մեր երևում է այստեղից, կարա գակ, ջուր խմեք, եթե զուգարանապետ, մի խոսքով։ Ու գիտես, հաջորդ օրը երբ որ գալիս էի այստեղ, կանգնացրեց, ասում եմ, չես պատկերացնի, ինքան լավ եմ։ Ու այնքան ուրախացավ, ես ուրախացրեց ինձ այդ պատմությունը։ Առաջինը մեր հայրենակցին բան չեղավ, օտարության մեջ, եկել էր Խոպան։ Երկրորդը մարդը լսեց Աստծո խոսքը, նաև տեսավ Աստծո հրաշքը իր կյանքում։ Իր կաշվի վրա զգաց դա։ Գիտես, շատ կարևոր է, որ մենք փակ չլնենք, ժլատ չլնենք Քրիստոսին տալու մեջ։ 29 խոսքը սրա մարել առանց ընդունելու ասում է պատմում է հիմա Պետրոսի ինչ կատարվավ իր հետ այդ 4 կոտանիները բան ու դրանից հետո ասում է ձայն լսեցի որ ասեց խշմտանք չունենաս գնա հիմա այս Մարկաս մոտ արդարանում է խիա ինքը եկե այդ Մարկաս մոտ որովհետև Աստված ասել թե չէ ինքը եկողը չէր այն շատ պետք չէր հա որ դուք դժոխք եկեք սրա համար էլ առանց ընդդիմանելու խոսելու եկա Երբ որ կանչվեցա, հիմա հարցնում եմ, ինչ բանի համար կանչեցիք ինձ։ Հələ էլի հարց է տալի, խեք կանչե ինձ։ Հələ լավ չի հասկացել։ Հիմա ուղարկիր Հոպե եւ կանչիր Սիմոն Պետրոսը, որ կոչվում է, հա։ Նայում ես նույն բանը կրկնվում է, որ հյուրընկալված է Սիմոն Կաշվեգործի մոտ եւ նա կխոսի Եվ այդ խոսքով դուք կփրկվեք, այդ մարդիկ չեն ֆայմում, չեն հասկանում, որ ասա Հիսուսի մասին, այն էլ չի ֆայմում, հիմա դե ճիշտն ասեք, ինչի համար եք ինձ կանչի, դու ինչ ունես, որ ինչ տաս, այս հարուստ մարկանց, այն որ մի քիչ հետան կտենանք ընդ ասում ոսկի ու արծաթ չունեմ, բայց ինչ ունեմ են եմ տալի, Հիսուսի անունով վեր կաց ու քայլի, Հիսուսն ասեց շատ լավ առիթ է, այտենց կուղարկեն Կորնելիոսի մոտ, ինչ ունի, այն էլ կտա, հիմա եկել ասում դե ասեք, ինչ եք ուզում ինձանից Մոռացել եմ պատմությունը Եվ ես իսկույն քեզ մոտ ուղարկեցի դու էլ ասա որ եկար հիմա մենք ամենքս Աստծո առաջ կանգնած ենք որ լսենք այն ամենը որ Տերը քեզ հրամայել է Ինչ Աստված հրամայել քեզ այդ դրա մասին է խոսի որ մենք փրկություն ունենանք այս մարդիկ ընկել են հետևից խնդրում են փրկության ավետարանը խոսա որ մենք փրկվենք
Գիտես, գրվածա, որ ինքը բերանը բացեց ու սկսեց քարոզել Քրիստոսի ավետարանը, որ եկավ ձեր մեղքերի համար եւ մահացավ, երրորդ օրը հարություն առավ, հիմա հոր աջ կողմում նստած է, որ մենք իրան տեսանք հարություն առած, որ սա ուղղակի զուտ խոսքեր չի, սա իրականություն է եւ կյանք է, երբ որ խոսում էր գրվածա Սուրբ Հոգին իջավ նրանց վրա եւ խոսում էին օտար լեզուներով ու Պետրոսի հետի մարդիկ ասում է այսպեսի բառ ասեմ, ապուշ կտրած նայում էին սրանց վրա էր Սուրբ Հոգին իջավ ոնց որ մեր վրա։ Մինչև այդ գիտեին իրանք են որ կան։ Չէ, պարզվում է նրանք էլ են որ կան։ Պատկերացնում ես, երբեմն միգուցե մենք մեզ բարձր ենք դասում, երբեմն մեզ սուրբ ենք համարում, չենք ուզում գնանք աշխարհի մարդկանց ավետարանենք, բայց Աստված ծրագիր ունի նրանց փրկության համար։ Ստեղ այնքան կարևոր է, որ ոչ թե միայն սուրբ լինենք, նաև հասանելի Աստծուն։ Ես մի հատ բան եմ գրել։ Աստված չի սպասում, որ դու դառնաս կատարյալ, ինքը սպասում է, որ դու դառնաս լսող, հասանելի, հնազանդ։ Երբեմն մեզ չի հերիքում մեզ հնազանդությունը։ Աստված պետք է տեսիլ ցույց տա, Աստված պետք է իր հոգով խոսա մեր հետ, Աստված պետք է բրդի, մարդիկ ուղարկի, որ գնան մեկին քարոզենք։ Այնքան փակ ենք լինում երբեմն Աստծո համար, երբեմն մեր մտածելակերպը մեզ սահմանափակում է, երբեմն մեր գիտելիքը արգելում է, որ մենք իրականից արդյունավետ ծառայենք Աստծուն։ Բայց երբեմն էլ ուղղակի մեզ պետք է անել առանց հասկանալու։ Տեր, քեզ պետք է ուրեմն կանեմ։ Դու ասում ես ուրեմն կանեմ։ Եթե հասկանալով լիներ ծովը չէր բացվի։ Եթե հասկանալով լիներ երկնքից մանանա չէր թափվի։ Եթե հասկանալով լիներ ժայռից ջուր չէր բխի։ Երբեմն մեզ պետք է ուղղակի խոսել Տիրոջ խոսքը։ Դա սերմ ա, որ ցանենք մարդկանց մեջ։ Թե երբ կաճի, եթե Աստված գիտի։ Ասма տնկողը մեկն է, ջրողը մյուսն է, աճեցնողը Տերն է։ Պետրազավոս քաղաքում այնտեղ մի մասաժիստ տղա կար, որի եղբայրը Սանկտ Պետերբուրգից եկել էր, մի գիշեր պոեզը գալիս է, երեկոյան 7-ին նստում ես, առավոտվա 7-ին լինում ես Պետրազավոսքում, եկել էր եղբորը տեսնելու, ու երբ որ եկել էր տեսել էր իր եղբայրը, հավատացյալ ասել էր ես քո տունը անգամ չեմ էլ քնի, այդ հենց բարկացել էր, զայրացել էր, նստել էր գնացքը ու հետ էր գնացել, ու հետաքրքիր է, երբ որ հասել էր առավոտը 7-ին Սանկտ Պետերբուրգ, զանգել էր աղբորն, ասել էր, գիտես, ես այդ քո Հիսուսին ընդունեցի, հիմա ես էլ եմ հավատացյալ։ Աղբերն ասում է, իսկ ինչ կատարվեց, ասում է, չես պատկերացնի, նստա այն կուպեն, որի մեջ 3 հոգի հավատացյալ կային։ Ամբողջ գիշեր վիճաբանել ենք ու կռվել ենք։ Ու ասում է, դրանից հետո ընդունեցիր, ասում է, չէ։ Պոեզից դուրս եկա, կայարանում 2 կին մոտեցան ու ապաշխարեցի։ Նրանք էլ էին հավատացյալ։ Մի ուրիշ խոսքով ասած պրծում չունես, երկինքը որոշել է, որ դու փրկվես, ավետարանը, որ քո սիրտը մտնի, ու դու ճաշակես կյանքը։ Գիտես, մտածում եմ, ասում եմ, ինչքան արտասովոր պատմություններ կա, լսել եմ մի անգամ մեկը գնացքում գիրքակարտում դիմացը նստած մի աթեիստ կատաղում է վերցնում է դուսը լուսամուտից, գիրքը լուսամուտից Աստվածաշունչը դուրս է նետում։ Այս մարդ իր Աստվածաշունչը կորցնում է։ Անցնում է տարիներ, գտնում է մեկի մոտ այդ Աստվածաշունչը, եթե չեմ սխալվում քարոզիչ է լինում, ասում է, իմ Աստվածաշունչն է, որտեղից քեզ։ Ասում է, մի օր կյանքից օգնած գնում է ինձ պոեզի տակ գցեի, մեռնեի, ու ասում է, այս գիրքը փրկեց ինձ։ Ու ասում է, վերցրեցի, կարդացի, ու եկա Աստծուն, ու հիմա իր մասին եմ քարոզում ամեն օրեք։ Ամեն բան Աստված օգտագործում է իր փառքի համար, անցած շաբաթ էի ասում ենք, Տեր ով ես դու, դուռը բացում ենք, բոմժը մեր տան դռան դեմը նստած Աստվածաշունչա կարդում։ Հասկանում ես ինչ ես կարդում, Ֆիլիպոսյան ավիաուղիները հիշում եք, չէ՞։ Ասում է, ինչը չեմ հասկանում, Դոմ կուլտուրի մաշինաստրայցելն բացատրում են ամեն կիրակի ժամը 11-ին։ Դա էլ դառավ մեր համար փրկության միջոց։
Գիտես, հիշի դու ոնց ես փրկվել։ Հիշի Աստված հիմա քեզ ում է ուզում քո միջոցով փրկի։ Քո ընկերներին, քո մտերիմներին, քո հարազատներին, քո բարեկամներին, ով այսօր Քրիստոսի կարիք ունի։ Ամեն։